Եվ Իրանի հետ կապված ին զարգացումներ, վերջին հայտարարությունները ուշագրավ էին, չգիտեմ հասցրեցիք պարոն Նահապետյան հետևել թե ոչ եւ Ես ընդհանուր գնահատական ասեմ, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ ներկայիս վարչակազմը խնդրահարույց է տեսնում ըստիս Իրանի նկատմամբ անել նույն գործողությունը, ինչ արեց 12 օրվա պատերազմի ժամանակ, որտեվ արդյունքը ամենայն հավանականությամբ նույնն է։ Ճիշտ է, հիմա Միացյալ Նահանգները ուժեղացնում է մերձարարարքում իր բազաներում հակաօդային պաշտպանություն նոր սարքերը բերում տեղադրում, անձնակազմն ավելացնում եւ այլն, որտեվ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ասել է, եթե Իրանի վրա հարձակում լինի, ապա դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա, իսկ անկեղծորեն ասում են, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի, ասել է նա, հետո ասել է այսքան տարիներ ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտությունը մի պարզ հարցի մասին է, ԱՄՆ-ն ուզում է կուլ տալ Իրանին եւ շահագործել մեր ռեսուրսները, ասել է Իրանի հոգևոր առաջնորդը, ոչ խոսակցությունը մարդու իրավունքների մասին, անհեթեթությունները, Իրանի նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը, ահա ԱՄՆ-ի համար գրավչության առարկան։ Կարծեմ հիմա կապիկություն էլ չի անում Միացյալ Նահանգների ղեկավարը, որտեղ առաջ ասում էին հանուն դեմոկրատիա գալիս ենք ձեզ մորթելու։ Հիմա կոնկրետ ասում են, ի՞նչ է, Գրենլանդիայում ռեսուրսներ կա, նավային բաներ կա, ճանապարհն այդ ճանապարհը Ամերիկայում ռեսուրսներ կա, Իրանում ռեսուրսներ կա, Չինաստանում կա, ես գնում եմ այդ ուղղությամբ, այսքան բա։ Եվ հետեաբար ես կարծում եմ, որ օրերս երբ տեղեկություն տարածվեց, տեսանյութեր, ձայնագրություններ, լուսանկարներ, Էփշտեյն ազգանով մեկը կար, որը դեռահաս երկսեռ երեխաներին մատուցում էր մեծահարուստ եւ պաշտոնյա պղծված անձանց, որոնք ցանկանում էին այդ երեխաների հետ պղծություններով զբաղվել, հետո այդ երեխաների ճակատագիրը անհետ կորում էին, ու ակնհայտ է, որ սպառնում էին, որպեսզի դա չբացահայտվի, հա։ Եվ ինչ-ինչ ժամանակ Տրամպը եղել է այդ միջավայրում, այդ կղզու վրա, որտեղ այդ այլանդակությունները արվել են։ Հիմա հետաքրքիր է, որ մի 3 օր առաջ բավականաչափ մեծ արտահայտություն, նման բան չէր եղել։ Փաստաթղթեր, տեսանյութեր, լուսանկարներ, որտեղ 3000 անգամ Տրամպի անունը շրջանառ ուշադրություն դարձեք։ Եվ նկարներ, որտեղ դեռահաս երեխաների հետ է, նույնիսկ ասենք 13 տարեկան երեխա է բռնաբարել, իրեն ասում են, ինչ նախագահ է, մեկ հրաժարական չեմ տա եւ այլն։ Այսինքն այս արտահայտքի իմաստը ո՞րն է։ Ամենայն հավանականությամբ ես իմ գնահատականը հետեւյալն է։ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը հասկանում է, որ Իրանի դեմ ուրեմն գործողությունները սա հերթական պարտությունը կարող է լինի Միացյալ Նահանգների, ինչպես երկու դեպքում եղավ, որը տեսականորեն չի բացառում, որ նաև իրոք տարածաշրջանային ընդգրկում ունենա ռազմական բախումները, այդ թվում Միացյալ Նահանգները կորցնի իրենց ռազմաբազաները, իրենց դաշնակիցներին այդ երկրներում, այո, որից հետո Տրամպի կուսակցությունը այս տարվա նոյեմբեր ամսին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամենայն հավանականությամբ պարտություն կարող է կրել, որը կդառնա հաջորդ օրը իսկ դեմոկրատների ձեռքին իմպիչմենտի գործընթաց, որը նույնիսկ եթե արդյունք չտա, ապա այդ գործիքը դեմոկրատները կօգտագործեն մինչև ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունները։ Եվ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հաշվել է, որ փորձեն Իրանի հետ բանակցություններ։ Իհարկե, ուժ ցույց տալ, ավիակիներ, 3 ավիակիներ բերել Իրան շրջափակել եւ այլն։ Բայց եթե գործողություն լինի, ապա դա իր համար կարող է իրոք կատաստրոֆա կործանում լինել։ Եվ որպիսի ինքը չանի այդ քայլը, բնականաբար ինքը ուժի ցուցադրություն, մյուս կողմից բանակցություններ, բայց այն ուժերը, ում ձեռքին կա այդ կոմպրոմատները, դա խոսքը միայն Տրամպը չի, Իլոն Մասկի մասին կա այստեղ, որ այդտեղ է կան ուրեմն անձինք, որոնք այսօր պաշտոններ ունեն, իդեպ Բրիտանիայում տարբեր տարիներին պաշտոններ են զբաղեցել եւ այլն, այդ ուրեմն անձինք եւս այդ այլասերումների, այդ օրգանների մեջ ժամանակ են անցկացրել։ Այն ուժերը, ովքեր որ այդ տեսակել են, իսկ բնականաբար այդ հատուկ ծառայություններն են, ես հիմա չգիտեմ այդ նյութը կոնկրետով է օգտագործում ինչ են անում, բայց ակնհայտ է, որ սա Տրամպի վրա ճնշման գործիք է, որ պատերազմը լինի։ Իսկ կարծում եմ այդտեղ երկու պետություն կա, որ խիստ շահագրգիռ է, որ Իրանի դեմ գործողություն լինի, մեկը Իսրայելն է, մյուսը Բրիտանիան։
ես կարծում եմ, որ այդ տեսանյութերի պատճենները կամ բնօրինակները այդ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների սեղանն են եւ իրենք բաց են թողում Տրամպին ստիպելով որ անի հիմա Տրամպը անկախ նրանից ինքը ասում է նախկինում ինչ է մարել անկախ նրանից նախկինում ինչ է մարել ոնց է մարել դա խիստ երկրորդական է հիմա սա է որոշումս այսինքն ուզում ասել այդ կոմպրոմատների վրա չի ազդելու հիմա իսկ գիտեք կոմպրոմատները երբ երկրի ղեկավարը չի ազդում Օրինակ ասենք նույն Նիկոլի վրա, երբ որ երկրում դիկտատուրա է, եւ թքած ունի ցանկացած ում ասպանել, մարդ, ասենք աֆրիկական երկրներ, մարդիկ են կերել, դեռաս երեխաներն են հազարներով, ուրեմն բռնաբարել եւ այն խիստ երկրորդական է։ Մահապատիժների մի ամբողջ ցանկ ունեն արաբական երկրներ կան եւ այլն։ Այդ ղեկավարները միջև այսօր նաեւ կառավարում են եւ նրանց ժառանգներ իրենց երկրները։ Եվ ուստի եւ ես կարծում եմ, որ քիչ հավանական է, որ Իրան դեմ գործողություն լինի, եթե գործողություն եղավ, պատական չի ասի Իրանի հոգևոր առաջնորդը, սա նշանակում է, որ տարածաշրջան հարվածային ուղղություններից մեկը, որտեղից իրենք հարված են, Ադրբեջան-Հայաստան։ Եվ պատկերացրեք, այդ Ադրբեջանի նախագահի մեծ Ադրբեջան ստեղծելու ցանկությունը ոնց կարող է, ինչպես ասում են, վարունգը թարս փոսնի։ Այսինքն այդ տարածքի մի մասը ուղղակի միանա Իրան է։ Ուղղակի այդպես ցանկալի չի այն առումով, որ եթե այդ հրդեհը բռնկվեց, այդ հրդեհը գալու է նաև Հայաստան։ Մեր մոտ է, մեր տուն է գալու եւ պատական չի, որ Թուրքիան առ այսօր Իրանի այդ սահմանը ամբողջովին ուրեմն պաշտպանված խրամուղիներ, խրամատներ, բարձր աշտարակներ, զորք բերել տեղակայել է։ Ավելին Թուրքիայի օրենսդիր մարմնում Արտգործ նախարարության Թուրքիայի ներկայացուցիչները բազմաթիվ փակ քննարկումներ են արել երկու անգամ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Թուրքիան այո ցանկանում է որ փախստականների համար ճամբարներ պատրաստի, բայց այդ ճամբարները իր տարածքում դի չլինեն, ասում է ես կօգնեմ Իրանի տարածքում ճամբարներ ստեղծել, իմ զորքը մտցնեմ այնտեղ ստեղծեմ։ Ուզում եմ ասել, որ Թուրքիան ունի մտահոգություն եւ մտավախություն, փակելու է ոչ մի փախստական իր երկիր, Ադրբեջան չեն կարող գնալ, որտեղ արաքսպետի անցնեն, չկա որից բան։ Եվ միակ տեղը, որտեղ տասնյակ 100,000-ով եթե ռմբահարումները, հրթիռակոծությունները եւ այլն որ լինեն Իրանում, ապա Հայաստանն է։ Գալու են Հայաստան։ Բարի գալուստ 100,000-ավոր փախստականներ։ Իսկ թող այստեղ տժժան իրենք։ Ասեմ ձեզ, հեռավորությունը այդքան էլ մեծ չի։ Իրանից եթե տասնյակ 100,000-ավոր փախստականներ մտան, այդ մարդկանց ավտոմատներով չես կարող գնդակարել, պաշտպանական ոչ մի բան չունես, ոտքով գալու են Երևան մտնեն։ Այդ ժամանակ կտժան իրենց հետ։ Սա է։ Հուսանք, որ այդ կռիվը չի լինի։ Թեև կարող են սադրել։ Իդեպ ասեմ, այսպես ասենք էլի, այսինքն Տրամպի գլխի վրայից թռնեն։ Տեսականորեն հնարավոր է չեմ